Սոփոնիա առաջին գլուխ երկրորդ խոսքից Տիրոջ դատաստանի օրը ամեն բան բոլորովին պիտի բնաջնջեմ երկրի երեսից, ասում է Տերը, պիտի բնաջնջեմ մարդուն և անասունին, պիտի բնաջնջեմ երկնքի թռչուններին ու ծովի ձկներին և գայթակղությունները ամբարիշտների հետ, մարդուն պիտի վերացնեմ երկրի երեսից, ասում է Տերը, իմ ձեռքը պիտի մեկնեմ Հուդայի դեմ և Երուսաղեմի բոլոր բնակիչների դեմ և բնաջնջեմ այնտեղից Բահաղի մնացորդը, քրմերի անունը քահանաների հետ, և կտուրների վրա երկնքի զորքերին երկրպագողներին և այն երկրպագողներին, որոնք երդվում են նրան, և մեղքումով երդում անողներին, և Տիրոջը հետևելուց անկարկացներին, Տիրոջը չփնտրողներին և չխնդրողներին։ Լռիր Տեր Աստծո առաջ, որովհետև մոտ է Տիրոջ օրը, Տերը զոհ է պատրաստել, սրբագործել է իր հրավիրալներին, և Տիրոջ զոհի օրը պիտի պատժեմ իշխանավորներին և թագավորների որդիներին և բոլոր օտար զգեստ հագնողներին։ Եվ այդ օրը պիտի պատժեմ Շեմի վրայով բոլոր ցատկողներին, որոնք իրենց Տիրոջ տունը լցնում են բռնությամբ և խարդախությամբ։ Այդ օրը, ասում է Տերը, աղաղակի ձայն պիտի լինի ձկների դարպասից, ողբ Մանասեից և մեծ փլուզում բլուրներից։ Ողբացե՛ք, ով Մագթեսի բնակիչներ, որովհետև կործանվեց վաճառական ամբողջ ժողովուրդը, բնաջինջ են եղել բոլոր արծաթ կշռողները։ Եվ այդ ժամանակ Երուսաղեմը պիտի խուզարկեմ ճրագներով և պիտի պատժեմ իրենց մրուրի վրա հանգչող մարդկանց, որոնք իրենց սրտում ասում են. «Տերը ոչ բարիք է անում, ոչ չարիք», և նրանց ունեցվածքը ավարի պիտի դառնա։ Նրանց Տերը ավերակներ և տներ պիտի շինեն, բայց նրանցում չպիտի բնակվեն, այգիներ պիտի տնկեն, բայց նրանցից գինի չպիտի խմեն։ Մոտ է Տիրոջ մեծ օրը, մոտ է և շատ է շտապում։ Ահա Տիրոջ օրվա ձայնը, այնտեղ դառնապես աղաղակում է հզոր մարդը։ Բարկության օր է այդ օրը, նեղության և տագնապի օր, կործանման և ավերումի օր, խավարի և մեգի օր, ամպի և մառախուղի օր, շեփորի ու մարտակոչի օր, պարսպապատ քաղաքների դեմ և անկյունային աշտարակների դեմ, և ես պիտի դժբախտացնեմ մարդկանց, կույրերի պես պիտի քայլեն, որովհետև մեղանչեցին Տիրոջ դեմ, և նրանց արյունը փոշու պես պիտի թափվի և նրանց միսը կղկղանքի պես։ Տիրոջ բարկության օրը նրանց չեն կարող ազատել, ոչ նրանց արծաթը, ոչ ոսկին, և նրա նախանձախնդրության կրակով պիտի սպառվի ամբողջ երկիրը, որովհետև նա վերջ պիտի դնի, այո, ահավոր վերջ երկրի բոլոր բնակիչներին։ Ամեն։